Հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մասնագիտացում ունեցող ծաղրածուները Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում են։ Սենյակ առ սենյակ հեշտով մտնում են երեխաներին ժպիտ պարգևելու։ Շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն այստեղ են թեատրոն կատարողական արվեստի ֆրանկոֆոն միջազգային փառատոնի շրջանակում, ինչպես նաև Արարատ բանկի աջակցությամբ, որի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքում են կրթությունն ու մշակույթը, նաև այն նախաձեռնությունները, որոնք կյանքի դժվարին փուլը հաղթահարող երեխաներին տոն պարգևելու նպատակն ունեն։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հոգեբանը նշում է, առանձնահատուկ նշանակություն ունեն նմանօրինակ միջոցառումները, ինչպես առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար։ Երբ որ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ պրոցեդուրաներից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել ու աջակցել ծնողին այդ պահին։ Սոցիալական պատասխանատվությունը թեատրոն փառատոնի կազմակերպիչների համար եւս ունի առանցքային կարևորություն։ Արարատ բանկը միանգամից դրական արձագանքեց ձեռնարկին, ընդգծում է փառատոնի տնօրենը։ Առանձնակի ուզում եմ նշել Արարատ բանկի հետ մեր համագործակցությունը եւ իրենց աջակցությունը իբրև մասնավոր կառույցի, որոնք միանգամից արձագանքեցին դրականորեն մեր առաջարկին, եւ սա խոսում է նաեւ մեր մասնավոր ընկերությունների սոցիալական պատասխանատվության գիտակցության մասին, ինչը շատ ուրախալի է եւ ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի։ Սոցիալական պատասխանատվությունը եւ հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը եւ դրանց հասցեագրումը միշտ եղել են Արարատ բանկի գործունեության առանցքում։ Այս պահին գտնվում ենք Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում եւ այս պահին նաեւ տեղի ունենում փոքրիկ ներկայացում առողջական քաղցկեղով հիվանդ եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար եւ սա հատկապես մեզ համար շատ կարեւոր է այն համատեքստում, որ այն երեխաները, ովքեր ունեն լուրջ խնդիրներ առողջական, մշակույթն է գալիս իրենց մոտ եւ մենք վստահ ենք, որ կատարողական արվեստը հատկապես ունի բուժիչ ուժ։ Բանկն ի դեպ ֆինանսավորել է նաև միջոցառում Գորիսի վերականգնողական կենտրոնում, եւս երկուսը Թումոյում, 3-ից 5 տարեկան երեխաների համար էլ տոն կլինի Լոֆթ կենտրոնում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։